Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ ու կատարյալ կոթողներից մեկն ենք այսօր ներկայացնում։ Կառույց, որը հայկական ճարտարապետության մեջ նոր ոճ էր և հետագայում կառուցված նմանատիպ հուշարձանները ստացան Մաստարայատիպ անվանումը։ Բաց երկնքի տակ Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին է։ Հայաստանի Արագածոտնի մարզում մարզկենտրոն աշտարակից մոտավորապես 53 կիլոմետր հյուսիս-արևմտյան ուղղությամբ է գտնվում Մաստարա գյուղը, որի հյուսիսային հատվածում էլ կանգուն է 5-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Մաստարայի եկեղեցի անվանումներով։ Ըստ ավանդության Մաստարա անունը, հենց գյուղատեղի անունը ծագել է հետևյալ հանգամանքից։ Երբ որ Գրիգոր Լուսավորիչը Հովհաննես Մկրտչի մասունքները տեղափոխում է Մաստարա, այս տարածք, այսինքն մասը տարա, մասունքը տարա։ Այդտեղից առաջացել է գյուղի անունը, ամենայն դեպս այդպես է ավանդությունը, որը ըստ իս բավականին ճշմարտություն ունի իր մեջ։ Հետևաբար նաև հիմնադրվել է եկեղեցին, որը նույնպես ի պատիվ Հովհաննես Մկրտչի կոչվում է Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Միջնադարյան ճարտարապետության մեջ, հատկապես եկեղեցաշինության մեջ, այդպես թվացյալ միօրինակության ցանկում ես սա միշտ շեշտում եմ, որ երբ մասնագիտորեն խորանում ենք, արդեն առաջանում են առանձին խմբեր, առանձին տեսակներ, տիպեր եւ այլն։ Խմբավորումներից մեկը Սուրբ Հովհաննես եկեղեցին է, որը կանգնած է մեր եկեղեցաշինության ակունքներում։ Ներկայացնում է մի տիպ, տեսակ ճարտարապետական, որը իրանից ներկայացնում է քառակուսի մի տարածություն, որի 4 կողմերից արտաբերված են խորանները, ներսում պայտաձև դրսից նիստավոր, արևելյան խորանին կից կառուցված են 2 ավանդատներ, որոնք տարածական առումով եկեղեցու վեհությունը ավելի շեշտադրելու համար տեսնում եք բավականին ցածր են արված, որը եզակի երևույթ է մեր տաճարաշինության, եկեղեցաշինության մեջ։ Համար առաջինն է մեր ճարտարապետության մեջ որպես տիպ, որպես ճարտարապետական օրինվածք։ Հետևաբար իրեն հաջորդած ընդամենը մի քանիսը ունենք, եկեղեցիները անվանվում են որպես մաստարայատիպ կառույցներ, որոնց օրինակներն են Արթիկի 7-րդ դարի եկեղեցին, Ղարսի եկեղեցին, որը 10-րդ դարը, այսինքն 10-րդ դարում դեռևս շարունակվել է այս ավանդությունը, եւ մեր սահմանամերձ ոսկեպարը։ Մաստարայի առանձնահատկությունը հենց դրանով է առաջինը պայմանավորված, որ ինքը հենց այս տիպի առաջինն է։ Թմբուկը իր ութանիստ ծավալով հանգրվանում է ընդհանուր ծավալի վրա, սակայն այստեղ եւս մի նորամուծություն կա, ութանիստի անկյուններում տեսեք եռանկյունաձև խորշերով լուծումներ են ցուցաբերված։ Թվագրության առումով Մաստարան հիմնականում համարվում է 7-րդ դար, հիմք ընդունելով տեսեք պատերի տարբեր հատվածներով արևմուտքում հարավային ճակատին 4 արձանագրություններ կան շինարարական բնույթի, որտեղ ներկայացվում է, որ Մաստարան եկեղեցին կառուցվեց Տեր Գրիգորեսի կողմից 7-րդ դարում։ Բայց մասնագիտական վերլուծաբանները եւ տեղում էլ տեսեք աչքով էլ ազգացում տարբեր շարքերի ուրեմն արկայությունը, ենթադրելով այնուհետև նաեւ համոզմունք են հայտնում, ապացուցում են, որ տաճարը ավելի վաղագույն կառույց է, 5-րդ դարի կառույց է, 7-րդ դարում կատարվել է միգուցեև լայնածավալ նորոգումներ եւ այդ պատճառով արձանագրություններում նշվում է, որ կառուցեցի տաճարը։ Սա այս դարաշրջանի համար առաջնեկ լինելով, հետագայում նաև ինքը նախատիպ հանդիսացավ ոչ միայն իր տիպին պատկանող այդ թվացս եկեղեցիների համար, այլ նաև մեկ քայլ առաջ զարգացման համար հիմք հանդիսացավ։ Ասենք Բագարանի եկեղեցին գրեթե նույն տեսքն ունի, նույն չափերը մոտավորապես, սակայն ներսում ունի արդեն առանձին կանգնած 4 սյուներ, այսինքն նոր տիպ է առաջանում։ Մաստարայի Հովհաննես եկեղեցին թելադրել է, առաջացրել է տեսակի տիպի, ճարտարապետական տիպի զարգացում, էլ ավելի նոր ճարտարապետական հորինվածք ստեղծելու առումով։ 18-րդ դարում, եթե չեմ սխալվում, ինչպես գիտենք մի շարք մեր եկեղեցիներում, պաշտպանական նկատառումներից ելնելով եկեղեցուն կից, անմիջապես կից կառուցվել են պաշտպանական պարզ պապատեր։ Այնուհետև 1900-ականի սկզբներին քահանայի այդ ժամանակվա քահանայի
ուրեմն նախաձեռնությամբ պարսպապատերը հեռացվել են եւ մեր առջև բացվել է այսօրվա այս հրաշագեղ ճարտարապետական գոհարը, որը ըստ իս միջազգային ճարտարապետական ասպարեզում ունի իր ուրույն տեղը եւ այդպես էլ համարվում է որպես տիպապանության սկզբնաղբյուր առաջն է։ Պատուհանի պսակի վերևը, որտեղ տեսեք Գրիգորաս քահանայի անունն է գրված, որը կատարել է վերանորոգումները։ Արձանագրությունները չնայած վկայում են, որ շինեցավ Գրիգորաս քահանան, բայց երբ որ նայում ենք ճարտարապետական դետալները, տեսեք այս պատուհանապսակի քանդակները, խաղողայյուց քանդակները, այս մյուսը, սրանք գումարած վերևի քիվաշարը իրենց պայտաձև ատամնաշարով, ամենավերևի վեղարի քիվը, որը կրկնում է ատամնաշարով այս ձևը, սակայն տակից եւս ավելանում են շախմատաձև դասավորված այս ելուստավոր լուծումները։ Սրանք տիպիկ հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական ձևեր են, որոնք հիմք են տալիս ենթադրելու, հավաստելու, որ կառուցվել է, հիմնադրվել է եկեղեցին առնվազն 5-րդ դարում, սակայն 7-րդ դարում տեղի են ունեցել վերանորոգումներ, բնական է ավերվածություններ եղած պետք է լինեին։ Պարոն Բադիշյան, զարմանալիորեն շատ լավ, հա, կանգուն վիճակում է փաստացի մեզ հասել։ Առավել եւս, երբ որ թվագրում ենք վաղագույն շրջան եւ մինչեւ օրս պահպանված մեր կառույցների մեջ, Մաստարայի եկեղեցին կարող եմ ասել եզակի է, որ պահպանվել է ամբողջապես անաղարտ ձևով։ Ճիշտ է, արտաքին մակերեսների վրա գալի են տարբեր ժամանակների վերանորոգումներ եւ այլն, դա բնական է, մթնոլորտային տեղումներ եւ այլ քայքայումներ, անխնամ վիճակներ, տասնամյակներ եւ այլն, ինչպես նաեւ այսօր է կարիք ունի դրանց, բայց երբ ներսից ենք նայում, ինքը ընդհանուր կոնստրուկտիվ համակարգը շատ հանճարեղ լուծում ունի ինքը, որի արդյունքում կոնստրուկտիվ համակարգը պահպանվել է անաղարտ շուրջ 1500 տարի։ Դա կարծում եմ լավագույն դասագիրք պետք է հանդիսանա ոչ միայն ճարտարապետների, այլ այս տարի ճարտարագետների եւ այլ մասնագետների համար։ Եվ այս առիթով ես միշտ առիթը բաց չեմ թողնում, երբ որ խոսակցություն է լինում մեր միջնադարյան սեյսմակայունության վերաբերյալ, այսինքն քարից կառույցները ունեն նաեւ սեյսմակայուն լուծումներ։ Առաջի օրինակը, որ ես բերում եմ, Մաստարայի Սուրբ Հովհաննեսն է, որը իրոք բավականին մեծաթռիչ կառույց է, առանց սյուների, առանց այլ նյութերի կիրառման, մաքուր հայկական միդիս շարվածքով կառուցված, որը 1500 տարի դիմակայել է ահեղ երկրաշարժերի, վերջինն էլ մեր սպիտակի երկրաշարժը, որը գիտենք ինչ ավերվածություններ իր հետևից թողեց։ Այս իմաստով սա նաև եւս մի առանձնահատկություն է, որը իրոք պետքա դասագրքային լինի, պետքա ուսումնասիրվի եւ էտալոն պետք է լինի ինքը քարից սեյսմակայուն կառուցված նախագծելու, կառուցելու համար։ Ունեցել է ուրեմն բրգաձև ծածկ եկեղեցին, միանշանակ կղմին դրա ծածկ ի սկզբանե, բայց տարբեր տարաշրջաններում մի քան մինչև 13-րդ դարերում եւս նորոգումներ են եղել եւ 13-ում արդեն կղմին դրա ծածկը ոնց որ կիրառությունից դուրս էր գալիս եւ փոխարինում էր քարից ծածկասալերով, թերևս այդ ժամանակ ձևափոխվել է նաեւ ծածկանյութը, բայց այստեղ մի փոփոխություն եւս կատարվել է, քիվից վերև նկատելի է մի մանրաչափ քարերով շարված, որը ակնհայտ հետակա հավելում է, այսինքն երբ որ նորոգումներ են կատարվել, ծածկի ձևը փոխվել, այստեղ եւս փոփոխություն են կատարել, բայց ծածկի տարերով փոփոխելու հետ միաժամանակ մենք լրիվ անաղարտ պահպանված վերևի քիվ ունենք, որը մասնակի այսպես փոքր ինչ-որ վնասվածքներ ունի, բայց հիմնականում ինքը շատ ներկայանալի տեսք ունի, պահպանվել է գրեթե անաղարտ ձևով եւ կարող ենք ներկայանալ ամբողջ աշխարհում։ Ցավոք սրտի այսօր տեսնում ենք, որ պետական միջոցները դեռևս չեն հասնում Մաստարայի նորոգման աշխատանքներին, որը խիստ կարիք ունի, տեսեք պատի միջից դուրս եկած նմանատիպ բուսականությունը ինքը արդեն ազդակ է, որ ներսում ունենք եւ դատարկություն, եւ հողի արկայություն, եւ խոնավության արկայություն, այսինքն նպաստավոր պայմաններ, որպեսզի բույսերը անարգել աճեն եւ իրենց բացասական ազդեցությունը, ներգործությունը թողնեն կառույցի վրա եւ տեսեք ինչ վիճակում է գտնվում տանիքածածկույթը։ Շատ էկզոտիկ տեսք ունի չնայած, բայց ինքը շատ գեղեցիկ է, բայց կառույցի համար վնասակար։ Համար եւ
շուտապույտ պետք է հնարավորություններ ստեղծել կոթողը չասեմ վերականգնել, վերանորոգելու համար։ Արևմտյան ճակատի դիմաց ենք մենք գտնվում։ Մուտքն է, սա հսկա իր բարավորի քարով, այստեղ շքամուտքի կամարն է, այս կոր լուծումները բեռնաթափման խնդիր են լուծում։ Կամարի վերևի այս զանգվածը պատային, կամարի միջոցով բեռնաթափվում է, որը ապահովագրում է մուտքի անվտանգ երկարակեցությունը։ Հիմա բարձրանում ենք վերև, դա ընդհանուր առմամբ այս գիծը վերևից ներքև թույլ գիծ է, որտեղ բացվածքներ ունի։ Երկրաշարժակայունությունը այստեղ ընկնում է։ Դրա համար կատարվել են մի շարք միջոցառումներ հզորացնելու։ Հիմա մուտքից վերև պատուհանն է։ Նա եւս ունի ուրեմն կիսակլոր, ուրեմն պսակաձև լուծում եւ այս կամարաձև լուծումը զուտ դեկորատիվ լուծում չի տվյալ դեպքում։ Ճիշտ է, ինքը դեկորացիա է արված, տեսեք այս նախշերը տիպիկ 4-5-րդ դարի նախշեր են։ Այստեղ ահավնիների քանդակներ են։ Ցավոք այս մեկը արդեն քայքայվել է, կոտրվել է։ Այս լուծումը եւս բեռնաթափման խնդիր է լուծել։ Այս կամարով եւ առավել եւս մի հատ էլ վերևում կամար ունենք, փաստորեն 1, 2, 3, 4 շարք կամարներով նաեւ կոնստրուկտիվ բեռնաթափման խնդիր է լուծվել, բացի դեկորատիվ հարդարանք լինելուց։ Իր ամբողջական ներքին տարածությունը, ծավալատարածական հորինվածքը այնպեսին է լուծված, որ թաքնված որևիցե մակերես, տարածություն, հարթություն մենք չունենք, բացի ավանդատներից բնականորեն։ Եվ սա եւս մի առանձնահատկություն է։ 4 խորանները 4 կողմից միաձուլվել քառակուսի տարածությանը իր հորինվածքին եւ ստեղծել մի ընդհանուր ընդարձակ տարածք, որը ապշելու բան է, որ հնարավոր է հատ քարով, քարի կոնստրուկցիայով ստանալ նման հսկայածավալ տարածություն։ Եվ խորանները վերևում քառորդ գմբեթային լուծումներով ավարտվում են կամարներով, սակայն այստեղ եւս քառակուսու անկյուններում տեսնում ենք տրոմպային փոխանցման հավաքարկ։ Քառակուսու անկյունը կամարաձև տրոմպային լուծմամբ փոխանցվում է արդեն եւս մեկ նիստ ավելանում է եւ ընդհանուր տարածությունը կարծես թե պետք է դառնար 8 նիստ։ Սակայն այստեղ չի բավարարվել ճարտարապետ կառուցողը նման լուծումներով եւ յուրաքանչյուր այս տրոմպների փոխանցման անկյուններում ավելացրել է եւս մեկ շարք տրոմպային լուծումներ, տեսեք։ Եվ վերևում արդեն ստացել է 16 նիստ, որից վերև արդեն գնդային մակերևույթով գմբեթն է տեղադրված, սակայն սա ոնց որ ինժեներական մտքի վերջին շտրիխը եւս օգտագործված է։ Այս սրանք կոչվում են ջլաղեղներ ճարտարապետության մեջ, 12 ջլաղեղներով արտաքուստ դեկորատիվ։ Սակայն իրանք ունեն կոնստրուկտիվ խիստ դերակատարում ջլաղեղներով այս ամբողջ գմբեթային համակարգը, որի տրամակիցը, եթե չեմ սխալվում, մոտ 10 մետր է, այդ գմբեթի կիսագնդային մակերևույթը, մակերեսը կոնստրուկտիվ տեսակետից դարձվել է ավելի սեյսմակայուն։ Սա արտաքուստ երևում է որպես դեկորացիա, բայց այս քարային մշակումը, ձևը ունի շատ հետաքրքիր ձև։ Այս քարերը հատած գնում են դեպի խորքը շաղախի մեջ, ստեղծելով կողային, տրամագծային աղեղնաձև կոշտ կողեր, որի շնորհիվ ունեն կոնստրուկտիվ որևիցե դեֆորմացիաներ, ճաքեր, խախտումներ եւ այլն։ Սա Մաստարայի եկեղեցու եւս մեկ առանձնահատկությունն էր։ Եկեղեցու ներքին ամբողջ տարածությունը հավանաբար պատվել է որմնանկարներով, որոնցից ցավոք ունենք պատառիկներ մնացած տարբեր հատվածներում։ Վերջին տարիներին կատարվեց պահպանված որմնանկարների մաքրում, ամրակայում հայ ճարտարապետ Հարազարյանի թիմի կողմից, որը բնակվում է Իտալիայում եւ հայկական մի քանի հուշարձաններում կատարել է նմանատիպ աշխատանքներ, որի արդյունքում բացահայտվեցին որմնանկարների որոշ հատվածներ, որոնք ուղղակի նկատելի չէին դարավոր փոշու, ծխի եւ բնական այլ գոյակցությունների պատճառով։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու որմնանկարների մանրամասն ուսումնասիրությունն ու վերականգնման աշխատանքների նրբությունները հանգամանալից նկարագրված են վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի և որմնանկարներ վերականգնող Քրիստին Լամուրեի որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում արժեքավոր աշխատության մեջ։ Որմնանկարների մաքրման ու վերականգնման հսկայածավալ աշխատանքն իր բարդություններն ուներ, բայց շնորհակալ աշխատանքն իրականացնողները եզրակացնում են, որ հայ ճարտարապետության գլուխգործոց Մաստարայի Սուրբ Հովհաննես Մկրտիչը տվյալ ժամանակաշրջանի հայկական եկեղեցիների շարքում մտահղացվել, նախագծվել, կառուցվել է նկատի ունենալով նրա լուսավորության խորհրդավորությունն ու որմնանկարների հիասքանչ պատկերագրությունը, որպես արվեստի կատարյալ կերտվածք, որն ավելի է արժևորում վաղ քրիստոնեական գեղարվեստական աշխարհըմբռնումն ու տիեզերական մտահղացումը։ Քրիստոնյա հայ մարդը ձգտել է դեպի գմբեթ, դեպի կատարյալ պատկերագրություն ու հավերժություն։ Եվս մեկ անգամ պնդում եմ, հավաստում եմ, որ Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին իր հզորությամբ, իր յուրահատկությամբ այսօր ունի խնամքի կարիք, ունի նորոգումների կարիք, բավականին լայնածավալ, որոնք կերկարացնեն եկեղեցու հետագա կյանքը։ Այդ եկեղեցու պահում եմ մեծացել իմ մանկությունը վերի հետ թաղում ա եղել, մեր եկեղեցին ճանաչված եկեղեցի ա 5 ասեմ, բայց 7 ա գրված։ Սուրբ Հովհաննես եկեղեցին ա, Հովհաննես Մկրտչի մասունքի հիման վրա ա կառուցվել։ Մեր եկեղեցին 5-րդ դարում ստեղծվել է, մենք դասանցիներով այցելել ենք, տոներին գալիս է Տեր Հայկը, մեզ Աստվածաշնչից կարդում է եւ տեղեկություններ է հայտնում։ Զբոսաշրջիկներ գալիս են, շատ են գալիս, տարբեր երկրներից են գալիս, քաղաքներից են գալիս։ Զբոսաշրջիկները շատ են այցելում մեր գյուղ, մեր եկեղեցին տեսնելու համար եւ մեր եկեղեցու նմանատիպ շատ եկեղեցիներ են կառուցվել եւ կոչվում են Մաստարայատիպ եկեղեցիներ։ Անվանի ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը իր հայկական ճարտարապետության պատմություն աշխատության մեջ անդրադառնալով Մաստարայի եկեղեցուն գրում է, որ Մաստարայի տաճարում կիրառված ճարտարապետական գեղարվեստական միջոցները միանգամայն հարազատ են վաղ միջնադարյան հայ ճարտարապետության ոգուն, իսկ հուշարձանի գլխավոր արժանիքը նրա հետաքրքիր ինտերիերն է եւ իհարկե արտաքին հուշկու եւ միաձույլ, լույսով ու ստվերով հարուստ ծավալը։ Մաստարայի տաճարը ցայտուն օրինակ է այն բանի, թե ինչպես հին Հայաստանի ճարտարապետները, չբավարարվելով ձեռք բերված նվաճումներով, անդադրում ստեղծագործական որոնումներ էին կատարում կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր տարբերակներ ու ծածկի համապատասխան կոնստրուկտիվ լուծումներ ստեղծելու ուղղությամբ։ Նշված հատկանիշներով Մաստարայի տաճարը իր արժանի տեղն է գրավում վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, որպես նրա լավագույն երկերից մեկը։ Բաց երկնքի տակ Մաստարայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիներ։